Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Գրիգոր Նարեկացին անսպառ թեմա է։ Մեր հաղորդաշարի ընթացքում մենք երրորդ անգամ ենք անդրադառնում Գրիգոր Նարեկացուն։ Այսօր զրուցելու ենք Գրիգոր Նարեկացու ստեղծագործության աղբյուրների մասին, այն մասին, թե ինչ միջավայրից, ավանդույթից եւ գաղափարական հիմքերից է սնվում Գրիգոր Նարեկացու մատյանը։ Տաղավարում է Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանը։ Աստված օգնական հարցու։ Աստված պահապան։ Շատ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Գրիգոր Նարեկացու մատյանը հասկանալու համար նախ եւ առաջ հարկավոր է պատկերացնել դրա առաջացման ֆիզիկական համատեքստը։ Ասացեք, խնդրեմ, որտեղ է ստեղծագործել Նարեկացին, ինչ պայմաններում է գրվել մատյանը։ Նարեկացու Սուրբ Գրիգոր Նարեկացու կյանքի մասին իհարկե, ինչպես ժամանակի թե հայ, թե օտար սրբերը ունենք բազմաթիվ հակասական, պատմական, վարքագրական տեղեկություններ։ Այս բոլորի մեջ միավորող ընդհանուր տվյալը, փաստը այն է, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին եղել է վանական։ Եվ սա արդեն կարելի ասել բավականաչափ նյութ է մեզ տրամադրում, որովհետև վանական լինել նշանակում էր ապրել, ստեղծագործել միևնույն միջավայրում, վանական միաբանության մեջ եւ Նարեկավանքը, հայտնի Նարեկավանքը, որն այսօր դժբախտաբար ամբողջովին կործանված է, չկա, Նարեկացու ճգնարանը, որ այսօր մարդիկ մատնացույց են անում, Նարեկացու դամբարանը եւ այլն, սա խոսում է այն մասին, որ Նարեկացին ստեղծագործել է կոնկրետ ավանդույթով առաջնորդվող եւ հայկական վանականության ոգով զորացած այն ժամանակվա Նարեկավանքում։ Մենք գիտենք նաեւ, որ Նարեկացին երկու հիմնական վանական միջավայրերի մեջ է ստեղծագործել, եթե կարելի է այսպես ասել։ Առաջին, ինչպես արդեն ասացի, Նարեկավանքն է։ Երկրորդ ավելի կարևոր միջավայրը, որը հավանաբար Նարեկացուն հասել էր իր հորից, աղձնիկ գավառում գտնվող հավանաբար աստվածաբանական դպրոցներ, հավանաբար աստվածաբանական ավանդույթներ մենք հստակ չենք կարող ասել։ Պարզ է միայն մի բան, որ 9-րդ դարի կեսերից մինչև 10-11-րդ դարեր աղձնիքում ստեղծագործել են շատ հայտնի աստվածաբաններ։ Օրինակ մենք ունենք վկայություն, շատ հստակ վկայություն, որ Նարեկացու հոր Խոսրով եպիսկոպոս Անձևացու ուսուցիչը եղել է Արամ անունով մեկ։ Պահպանվել է Արամի թուղթը, ուղղված Ատոն աղձնյաց իշխանին, որն ինքը նույնպես գրասեր մարդ էր եւ որի հանձնարարությամբ ու մեկենասությամբ արտագրվել են թե ավետարաններ, գրվել են թե պատմական, թե աստվածաբանական երկեր, եւ այս Արամի թուղթը շատ հետաքրքիր է այնքանով, որ գրեթե կարելի ասել մենք հասնում ենք Նարեկյան հոգեվորության, Նարեկյան հոգեվոր ավանդույթի արմատներին։ Հետաքրքիր է, որ Խոսրով Անձևացու ամենազորավոր հակառակորդը Անանյա Մոկացի կաթողիկոսը ժամանակի, ասում է իր երկրորդ թղթում, եթե չեմ սխալվում, ասում է այս Խոսրով Անձևացին, ու Անձևացին արդեն մահացել էր։ Ասում է այս Խոսրով Անձևացին, ասում է դու, ասում է, որ քո ուսուցիչ Արամից, ասում է, շատ չար բաներ սովորեցիր։ Ուրեմն շատ հստակ է, որ այստեղ մենք գործ ունենք աստվածաբանական, ավանդական, սերնդեսերունդ փոխանցվող թե միջավայրի եւ թե գաղափարախոսության հետ։ Ինչու եմ ասում գաղափարախոսություն, որովհետև ըստ էության թե Արամը, թե Խոսրով Անձևացին, թե Նարեկացու մորեղբայր Անանյա Նարեկացին եւ թե ընդհանրապես Նարեկում բնակվող վանականները ունեին որոշակի կրթական ցենզ։ Ես խորապես համոզված եմ, որ այս կրթական ցենզը գալիս էր երկու հիմնական ուղղություններով։ Նախ առաջինը բյուզանդական եւ բազմաթիվ հետազոտություններ են արվել ցույց տալու, որ Նարեկյան հոգեվորությունը, Նարեկյան հոգեվոր ավանդույթը, մասնավորապես Սուրբ Գրիգոր Նարեկացու մատյանի հոգեվոր ավանդույթը շատ սերտ աղերսներ ունի բյուզանդական աշխարհում եւ օրթոդոքս աշխարհում ընդհանրապես հայտնի Սուրբ Սիմեոն նոր աստվածաբանի գաղափարների հետ։ Այնտեղ նույնիսկ որոշակի իմաստով մտքերն ու գաղափարները գրեթե բառացիորեն են համընկնում։ Ուրեմն սա կարևոր է հասկանալու համար, որ Նարեկացին երկնքից չի ընկել, ստեղծագործել է կոնկրետ մասնավոր միջավայրում, վանական միջավայրում։ Երկրորդ, չպետք է մոռանալ, որ դեռ 9-րդ դարի կեսերին
Աբխազիայում, ներկայիս Աբխազիայում թագավորները, որոնք օրթոդոքս էին բյուզանդական աշխարհի, լայնամասշտաբ հալածանք սկսեցին հայ վանականների դեմ, եւ սա արձանագրված է թե վրացական աղբյուրներում, թե հայկական աղբյուրներում, որոնք ստիպված էին փախչել իհարկե, ապաստան գտնել Բագրատունյաց Հայաստանում։ Եվ բնական է, որ Բագրատունյաց Հայաստանում նրանք պետք է քիչ թե շատ ապահով վայրերում ապաստան գտնեին։ Չմոռանանք, որ Բագրատունյաց Հայաստանը այդ ժամանակ միաձույլ պետություն չէր, տարբեր վասալ պետություններից, թագավորություններից բաղկացած մի միավոր էր, տերություն, ինչպես այսօր ժամանակակից հետազոտողներն են ասում, Բագրատունյաց տերություն։ Այսինքն, եթե տերություն իմաստով հասկանանք, այդ կոնֆեդերացիան, դաշնությունը, համադաշնությունը, հետևաբար ամենատարբեր թագավորություններում, Վասպուրականի թագավորությունում, Աղձնյաց իշխանապետությունում եւ ամենատարբեր վայրերում այս վանական բջիջները կամ միավորները գալիս են իրենց հետ բերելով շատ զորավոր վանական ավանդություն եւ շատ զորավոր վանական կրթական ցենզ։ Ուրեմն ըստ էության Նարեկա վանքը հենց այս պատմական շարժումների, պատմական իրադարձությունների ծնունդն է։ Ես հակված եմ նաեւ այն մտքին, որ Նարեկա վանքում ոչ միայն Սուրբ Գրիգոր Նարեկացին է ստեղծագործել։ Իհարկե ունենք Անանյա Նարեկացու երկերից էլ շատ հատվածներ պահպանված, բայց նաև եղել են իրապես վանական փորձառության, վանական աղոթքի նոր արտահայտումներ, նոր ձևեր, որոնք ինչ որ իմաստով, եթե նայենք պատմական համատեքստի մեջ, խորթ են թվացել մինչ այդ Հայաստանում այսպես ասենք ընդունված ձևերին եւ սա է հավանաբար առիթ հանդիսացել, որ առաջին շրջանում ընդհանրապես նարեկյան հոգեվորությունը, նարեկյան հոգեվոր ավանդույթը շատ անկալելի եւ հասկանալի չի եղել։ Ուրեմն Նարեկացին, Սուրբ Գրիգոր Նարեկացին միանշանակ է, որ ստեղծագործել է վանական միջավայրում, իր ամենաառաջին մտահոգությունն է եղել իր խոսքը, աղոթքները, գործերը հասցեագրել նախ եւ առաջ վանական միջավայրի հետ կապված մարդկանց եւ այնուհետեւ այդ վանական միջավայրից դուրս եկող կրթական ցենզի հետ, այսինքն չպետք է մոռանանք, որ վանքերը ոչ միայն վանական կենտրոններ են, այլ նաեւ կրթական լուրջ կենտրոններ։ Փորձենք ավելի մանրամասն խոսել համատեքստի երկրորդ կարևոր բաղադրիչի այն է գաղափարականի մասին, ինչպիսի մեկնակետ է ունեցել Գրիգոր Նարեկացին, ինչ լեզուների է տիրապետել, ինչ գրադարանների հասանելիություն է ունեցել։ Միանգամից սկսեմ լեզվի պահով, որովհետև դա բավական քննարկված թեմա է, ինչու է սա կարևոր, որովհետև պետք է հասկանանք Նարեկացին իսկապես օրինակ հունարեն է կարդացել, թե ունեցել է որոշակի տարական գիտելիքներ, բայց այնուամենայնիվ այդ հունարեն սկզբնաղբյուրները կամ հունական աստվածաբանական ավանդույթները իրեն հասանելի են դարձել բանավոր կերպով իր ուսուցիչների միջոցով։ Սա շատ կարևոր հարց է, որի պատասխանն այդքան էլ միանշանակ չէ։ Օրինակ տեսեք Մյուրոնին նվիրված իր ճառի մեջ, որը պահպանվել է Մատյան Ողբերգության երկում կամ Աղոթամատյանում, Նարեկացին Մյուրոն բառի մեկնաբանությունը տալիս է, ասում է ինչպես որ հունարեն Մյուրոս կամ Մյուրը մռայլ բառն է ըստ Հոմերյանն քերթության, ըստ Հոմերոսի քերթության, բայց հստակ չէ, Նարեկացին դա ասում է կրկնելով պարզապես այն գիտելիքը, որ ինքը ձեռք է բերել, թե այնուամենայնիվ նա գիտի հունարեն։ Երկրորդ կարևոր հարցը այստեղ Սուրբ Դիոնիսիոս Արիսպագացու նեոպլատոնական կամ այսպես ասենք քրիստոնեական նեոպլատոնականության ազդեցությունն է, ոմանք ասում են, որ Նարեկացին կարդացել է հունարենով Դիոնիսիոս Արիսպագացի, բայց մենք պետք է հիշենք, որ արդեն 8-րդ դարում առաջին կեսում Ստեփանոս Սյունեցին թարգմանել էր Դիոնիսիոս Արիսպագացի եւ հետեւաբար կարելի է նշել, որ այսպես կոչված հայկականացված հունաբանության կրող էր Նարեկացին։ Ամենայն դեպս հստակ է, որ որոշակի ծանոթություն ուներ, դա փաստ է։ Երկրորդ ինչ աղբյուրներ, տեսեք, շատեր այսօր ասում են, որ եթե Նարեկի մեջ հիշատակված չի ոչ մի հայրաբանական աղբյուր, եթե ոչ մի ակնարկ չկա, ուրեմն Նարեկացին ինքը ստեղծագործել է զուտ սուրբ գրքի վրա, բայց այդպես չի լինում։ Դասական բանասիրություն ունի որոշակի մեթոդակարգ, մեթոդներ եւ ուսումնասիրում է ըստ սկզբնաղբյուրների։ Հիմա տեսեք, ես ձեզ կարող եմ պարզապես 2 կամ 3 օրինակ տալ, որը մի քիչ կարող է արտասովոր թվալ, Սուրբ Գրիգոր Նարեկացին օգտագործել է
այսպես կոչված անվավեր կամ պարականոն Սուրբ գրային գրվածքներ։ Հիմա օրինակ 41-րդ գլուխը կամ 43-րդ գլխում էլի, 18-րդ գլխում նույնպես Նարեկացին խոսում է Սողոմոնի ապաշխարության մասին։ Սողոմոնի կերպարը 5 կտակարանում մեզ հասել է 3-րդ թագավորաց, 2-րդ թագավորաց գրքերով, մնացորդաց գրքերով, բայց այնտեղ չկա Սողոմոնի ապաշխարության մասին ոչինչ։ Չկա գրած, որ Սողոմոնն ապաշխարել է։ Եվ բնականաբար Նարեկացին օգտագործել է մի արտասուրբ գրային, այսպես ասենք, ավանդություն, որը հայտնի է 3-րդ մնացորդացի մեկնություն կամ այսպես կոչված Սողոմոնի ապաշխարության գիրք, եթե կարելի է այդպես արտահայտվել, որտեղ ասում է, որ Սողոմոնը երբ տեսավ, որ ինքը օտար կանայք է առնում, հեթանոսության մեջ է ընկնում, իր բոլոր գրվածքները կարծես թե հուսահատությունից այրեց, բայց տեսավ, որ գրքերը չեն այրվում, որտեղ Սուրբ Հոգին պաշտպանում էր այդ գրքերը։ Ես ընդհանուր գծերի մեջ եմ ներկայացնում, հասկանալի։ Նարեկացին ուղղակիորեն մեջբերում է այս գաղափարը։ Գանք հաջորդ կետին, տեսեք, օրինակ Նարեկացին խոսում է անդամալույցի մասին, Հովանու Ավետարանի 5-րդ գլուխն է մեկնում, մի քանի գլուխներում իր Աղոթամատյանի, եւ այստեղ նույնպես ասում է այս անդամալույցն էր, որին դու բժշկեցիր Բեթեսդայում, Բեթեսդան այն վայրն էր, սրահը, որտեղ գալիս էին այն անդամալույցները, մտնում էին ջրերի մեջ եւ բժշկություն էին ստանում, հրեական պատկերացման համաձայն, այսինքն հրեական տաճարի գավիթը, այսպես ասենք, լավ։ Նարեկացին ասում է այս անդամալույցին դու բժշկեցիր, բայց նա քո մատնության գիշերը եկավ եւ քեզ ապտակեց, կրկին։ Սուրբ գրքում մենք այդպիսի տվյալ չունենք։ Ունենք տվյալ, որ կա անդամալույց, ունենք տվյալ, որ ապտակել են Քրիստոսին մատնության գիշերը, բայց տվյալ չունենք, որ այդ ապտակողը նույն անդամալույցն է եղել, որը բժշկվել է Քրիստոսի կողմից։ Այդ Նարեկացին հստակորեն մեջբերում է Եփրեմ ասորում վերագրված մի սկզբնաղբյուրից, որը հայտնի է Եփրեմ ասորու հորդորակ ապաշխարության երկով, եւ որը ընդ որում միայն հայերեն է պահպանվել։ Եվ ավելին, ըստ ձեռագրական տվյալների, այդ երկը պահպանված է եղել եւ շատ լայնորեն տարածված է եղել Վան Վասպուրականի վանքերում։ Ուրեմն սրանք ես պարզապես 1-2-ը նշեցի։ Իհարկե ինձ համար, այսպես ասենք, իդեա ֆիքս է տարիներ շարունակ Նարեկացու գրադարանը, այս գաղափարը։ Ինչից է օգտվել։ Նարեկացին ինքը շատ հստակ ասում է երկերկոցի իր մեկնության մեջ, երբ 26 տարեկանում համարձակվում է մեկնել մի այնպիսի գիրք, ինչպիսին երկերկոցն է, որը թե հրեական եւ թե քրիստոնեական հավանդությամբ 40-ից հետո պետք է կարդաս։ Որտեւ շատ գաղափարներ այնտեղ, շատ պատկերներ ուղակի երիտասարդի համար կարող են գայթակղիչ լինել։ Նարեկացին 26 տարեկանում իշխանի, արծրունյաց իշխանի պատվերով մեկնում է այս գիրքը եւ ասում է, ես մեկնում եմ այս գիրքը Սուրբ Գրիգոր Նյուսացու մեկնության հիման վրա։ Ուրեմն Նարեկացին նաեւ հստակ մատնանշել է իր մյուս երկերում, թե ինչ գրվածքներից է ինքը օգտվել։ Եվ գամ վերջին կետին Նարեկացին ունի իր Աղոթամատյանի համար հատուկ հիշատակարան, թե սկզբում, այսպես կոչված նախերգան մի տեսակ, եւ թե վերջում։ Եվ հետաքրքիր է, որ այս հիշատակարանում Նարեկացին ասում է. ես եւ եղբայրս Հովանեսը, մյուս եղբոր անունն էլ է հայտնի Սահակ, 4 աչքով նայեցինք մեկ խորհրդին։ Այդ նշանակում է, որ հավանաբար երկուսով են գրել, հավանաբար որոշակի մասնակցություն է ունեցել Նարեկացու եղբայրը Մատյանի գրությանը։ Ամենայն դեպս սրանք մոտեցումներ են, սրանք հուշումներ են, որոնց պետք է դեռ անդրադառնալ։ Անշուշտ չի կարելի ասել, որ հեղինակը Նարեկացին չէ Աղոթամատյանի։ Եթե Նարեկացին միայն երկերկոցի մեկնությունն էլ գրեր, նա կլիներ մեծագույն աստվածաբաններից մեկը, ոչ միայն հայ եկեղեցու, որտեղ այնքան խորքային վերլուծություն կա։ Բայց հստակ է, որ Նարեկացին ի վերջո ոչ թե առանձնացել է իր խցում, 40 տարի փակվել եւ գրել, ոչ, Նարեկացին խորապես հետազոտող, ուսումնասիրող մեկն է եղել։ Այդ պատկերները մարդկային հոգու այնքան զորավոր են։ Գիտեք, ամենադժվար բանը միևնույն երևույթի մասին 95 անգամ ամենատարբեր տեսանկյուններից գրելն է։ Իսկ Նարեկացին Աստծո հետ եսի կամ մարդկային հոգու խոսակցությունը 95 գլուխներում ամենատարբեր տեսանկյուններից քննարկում է։ Դա գիտեք, ուրեմն ինչքան փորձառություն ունի կյանքի, որ
ինչքան խորքային դիտարկում սուր աչք ունի հոգևոր իմաստով, որ կարողանում է 95 տեսանկյունից վերլուծել միևնույն երևույթը։ Սրա համար բնականաբար Նարեկացին ոչ միայն իր փորձառությունն է միախառնում հոգևոր, այլ նաև որոշակի աղբյուրները մեջ բերում։ Սա շատ հստակ է։ Կարող ենք արդյոք ասել, որ Սուրբ Գրիգոր Նարեկացու մատյան ողբերգության երգը մեզ հասել է այնպես, ինչպես որ գրվել է, թե ըստ ձեզ կան որոշակի ռացիոնալ կասկածներ այն մասին, որ դարերի ընթացքում տեքստը կրել է որոշակի փոփոխություններ։ Գիտեք, հայտնվել են այդպիսի կասկածներ, մասնավորապես որոշ ձեռագրերում կան տեղափոխություններ, օրինակ 93-րդ եւ 95-րդ գլուխները տեղերը փոխված են, 83-րդ գլուխը տեղը փոխված է եւ այսպես շարունակ։ Քննական բնագիրը, որ այսօր մեզ հասել է, 99%-ով հստակ հուշում է, որ համենայն դեպս 12-րդ դարից, երբ Ներսես Լամբրոնացին առաջին անգամ պատվիրեց, այսպես ասենք, Նարեկացու մատյանը եւ իր ձեռքում ունեցավ դա, եւ առաջին անգամ, երբ այդ աղոթամատյանից աղոթքներ ներմուծվեցին հայոց եկեղեցու սրբազան պատարագամատույցի մեջ, մատյանը փոփոխության չի ենթարկվել։ Հիմա թե 1003 թվականից մինչև 12-րդ դար ինչպիսի փոփոխություններ է ենթարկվել, դժբախտաբար բանասիրական, պատմական, աղբյուրագիտական առումով մենք չունենք տվյալներ, հստակ տվյալներ չունենք։ Համենայն դեպս արդեն 14-15-րդ դարերում մենք ունենք երկու հիմնական, այսպես ասենք, աղբյուրներ կամ փաստական տվյալներ։ Առաջինը Նարեկ Մատյանը ինքն է, պահպանված ձեռագրերն են։ Երկրորդ Նարեկ լույսները, այսինքն ինչ է Նարեկ լույսը, Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթամատյանի մեկնություններն են։ Ամենատարբեր բառեր, ամենատարբեր մտքեր, որոնք բարդ են, եւ սա վկայում է նաեւ այն մասին, որ հոգևոր կյանքի իսկապես գագաթնակետ հանդիսացող այդ երգը որոշակի բարդություններ է հարուցել, նույնիսկ շատ կրթված մարդկանց համար։ Եվ առաջացել է մի ամբողջ ժանր հայ մատենագրության մեջ, մի քանի 100 ձեռագրով պահպանված այսօր, Նարեկ լույս, լուծանեմ բառն է գրաբար, որ նշանակում է մեկնել, բացատրել։ Ուրեմն այս Նարեկ լույսները բնականաբար նաև մեզ համար որոշակի գաղափար են տալիս, թե ինչպես են 13, 14, մինչև 18-րդ դար, 19-րդ դար նույնիսկ, վերջին մեկնիչը Գաբրիել Ավետիքյանն է, Նարեկ լույս, թե ինչպես են մարդիկ փորձել մեկնաբանել Նարեկը, Նարեկ Մատյանը։ Ուրեմն այս երկու փաստացի տվյալները մեզ հուշում են, որ համենայն դեպս Նարեկ Մատյանը ունեցել է եռամասն կառուցվածք։ Հաջորդ հարցս հենց կառուցվածքին էր վերաբերելու, հայր Սուրբ, ինչ ներքին բաժանումներ կան աղոթամատյանում, ինչից է սկսվում եւ ինչով է այն ներքին բաժանումը շատ հստակ է, 95 գլուխ է, բայց կառուցվածքը շատ ավելի լայն ընդգրկումով եմ ես նկատի ունեմ, երբ ասում եմ եռամասն կառուցվածք, այո։ Տեսեք, ուրեմն պահպանված ձեռագրերից մեկում 14-րդ դարի, որ առաջին հիշատակությունն է, Նարեկը 3 մասի է բաժանվում։ Ըստ եկեղեցու եռամասնյա կառուցվածքի, այսինքն գավիթ, նավ եւ ատյան, նավը ատյանն է եւ խորան։ Հիմա սա կարելի է մտածել, որ դա գրիչը կամ ընդօրինակողն ինքն իրենից է հորինում, բայց այստեղ կա շատ խորը ավանդության արտացոլում։ Ինչ ավանդություն է սա։ Չմոռանանք, որ Նարեկացին իր աղոթամատյանը առաջին եւ երկրորդ գլուխներում սկսում է 5 կտակարանում արկա Մովսեսի վկայության խորանի, այսինքն ելից գիրք 21-րդ գլխից մինչև երկրորդում նորինած, այսինքն Հնգամատյանի վերջին գիրք եղած վկայության խորանի կամ այսպես ասենք անապատուն թափառող հрьяաների պաշտամունքային գլխավոր վայրի նկարագրությամբ։ Սա պատահական չէ, որովհետև այդ վկայության խորանն էլ էր եռամասնյա։ Այսինքն մտնում էր գավիթներ, հետո ատյաններ, որտեղ դրված էր հիմնական, այսպես ասենք, լվացարանները, զոհասեղանները եւ այլը, եւ սրբություն սրբոցը։ Սրբություն սրբոց տարին մեկ անգամ էր մտնում քահանայապետը, եւ այնտեղ էր, որ սրբություն սրբոցում տալիս էր Աստծո անունը։ Ուրեմն Նարեկացու այս Մատյանի այս բաժանումը ունի շատ խորը արմատներ։ Առաջին անգամ մենք այս եռամասնյա բաժանմանը հանդիպում ենք Որոգինեսի մոտ, 3-րդ դար։
Եվ այնտեղ ոչ միայն տաճարը կամ քրիստոնեական եկեղեցին է այդպես, քրիստոնյա մարդիկ, քրիստոնյա հասարակությունն է այդպես բաժանվում։ Հասկանալի է։ Այսինքն եթե վերևից գանք լուսավորվածներ, կատարյալներ եւ սովորական քրիստոնյա հավատացյալ մահկանացուներ։ Ուրեմն այս երամասնյա բաժանումը, որը շատ հաճախ նաեւ մյուս գրչագրերում օրինակ հավատ հույս սեր սրանով է բացատրվում։ Ուրեմն այս երամասնյա բաժանումը շատ հստակ արտահայտված է։ Սա եթե նայենք նույնիսկ կառուցվածքին, ասեցի, չէ, արդեն առաջի երկրորդ գլուխները սկսվում են վկայության խորանով, վերջին գլուխը, վերջին ամենայն դեպս 5-6 գլուխներն ավարտվում են եկեղեցու նկարագրությամբ։ Եվ վերջին երկու գլուխը ըստ էության Սուրբ հաղորդությունից հետո գոհաբանական աղոթքներն են։ Այսինքն, եթե մենք հիմա պրոյեկտենք, պատկերացնենք, Նարեկացին մտնում է եկեղեցի 5 կտակարանի ժամանակներից, քայլում, գալիս հասնում է քրիստոնյա եկեղեցի, մտնում է այդ եկեղեցուց ներս, հաղորդություն է ստանում, հաղորդվում է Տիրոջ մարմնին եւ արյանը, եւ վերջին երկու աղոթքները գոհաբանական, գոհություն է հայտնում ու դրանով փակում է։ Այսինքն Մատյանը ունի ներքին տրամաբանություն։ Սա շատ հստակ է։ Հաջորդ օրինակը բերեմ, Սաղմոսած գիրքը, որը ըստ իս, սա իմ անձնական կարծիքն է եւ իմ հոդվածներից մեկում ես սա շատ հստակ փորձել եմ հիմնավորել, հիմա որքանով է դա ամենայն դեպս ես տվել եմ հիմնավորումներ ըստ Մատյանի 60-րդ գլխից մինչև 69-րդ, 70-րդ գլուխը միայն Սաղմոսած գրքի մեկնությունն է։ Բայց առաջին գլխից մինչև 95-րդ գլուխ Նարեկացին իր Մատյանը համեմատում է Դավթի Մատյանի հետ, Սաղմոսած գրքի հետ, մեկ հիմնական մտահոգությամբ, ինչպես որ սաղմոսներն են վանականների համար հանապազորյա աղոթք, որովհետև վանականները 150 սաղմոսները բաժանել են 8 կամ 9 մասի եւ ամեն օր, 24 ժամ այդ սաղմոսները ընթերցում են։ Նարեկացին ասում է, ինչպես որ այդ Մատյանն է այդպես հանապազորյա աղոթքի աղբյուր կամ միջոց, իմ Մատյանն էլ թող այդպեսին դառնա։ Եվ ասում է հանկարծ Տեր Աստված հանդգնություն սա չհամարես, ես ուզում եմ, որ Դավթի Մատյանի պես այս Մատյանը լինի։ Ուրեմն նախագաղափարը Մատյանի Սաղմոսած գիրքն է, սա շատ հստակ է, որտեղ ասում է Դավիթը Սաղմոսները գրում էր, կարծեմ 48 կամ 43-րդ գլուխն է, ամենայն դեպս երկու գլխում էլ սա կա, շատ հստակ։ Ասում է Դավիթը իր Սաղմոսները գրում էր, որովհետև կարծես բարձր աշտարակից, պարսատիկով քարերով ինքը իրեն հարվածում էր իր մեղքերի համար։ Եվ Նարեկացին շարունակում է, ես էլ ասում եմ այդպես, այս Մատյանն եմ ստեղծում, որպեսզի այն դառնա ինչ, դառնա կոթող, քարե կոթող, վեմ կոթող, որով ինքս ինձ ես հարվածում եմ իմ մեղքերի համար։ Ուրեմն շատ հստակ է, որ կառուցված տրամաբանություն կա։ Նարեկացին մի այլ կարևոր բան էլ է ասում է, ինչպես որ հրյաները երբ անապատում թափառում էին եւ հետո երբ որ եկան Ավետյաց երկիր եւ հետո երբ որ Բաբելոնի գերություն եղավ, Սաղմոսների մեջ բերում է անում Սաղմոսներից 121, 22, 23, 24, 25, այսպես կոչված գիրք աստիճանած դեպի Երուսաղեմի տաճար գնացող ուխտի Սաղմոսներից, ասում է, որ նրանք լալով ցանում էին, նրանք ուրախությամբ ցանում էին, լալով հնձում էին։ Ինչ է նշանակում, որովհետև ուրախությամբ եկան Ավետյաց երկիր, գնացին գերության Բաբելոն, Բաբելոնից լացելով եկան, որպեսզի հնձեն այն, ինչ որ Ավետյաց երկիր մտնելիս թողել էին։ Սուրբ Գրիգոր Նարեկացին ասում է, ճիշտ այդպես էլ ես իմ գործն եմ գրում։ Այսինքն այդ լացը ապաշխարությունը հետո պիտի նույնպես հնձես լացով եւ ապաշխարությամբ։ Շատ հստակ է, որ Մատյանի այս երամասնյա կառուցվածքը, ինչի հետ որ դա կապենք, կարևոր չէ։ Քրիստոնեական հոգևոր կյանքի երամասնյա կառուցվածքի, երամասնյա բաժանումը տաճարի եւ այլն Նարեկացու Մատյանի մեջ հստակորեն արտահայտված է։ Եվ ես շատ հաճախ լսում եմ գաղափարներ, մտքեր, արտահայտություններ, որ Նարեկ Մատյանը պարզապես աղոթքների շարք է, չեմ կարծում, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին, որը կրկնում եմ, մեր հայ մատենագրության ոչ միայն միստիկներից է, աղոթողներից է, փայլուն աստվածաբան է նաև, եւ չմոռանանք, որ աղբյուրը Նարեկ Մատյանի
քիչ առաջ ես նշեցի, չէ, թաքնված է այդ աղձնյաց դպրոցի եւ ինչն է այնտեղ հետաքրքիր։ Առաջին անգամ հայ մատենագրության մեջ Արամի թղթում մատենագիրը, երբ խոսում է կոնկրետ թեմայի մասին, ապաշխարության մասին, մեղքերի մասին, պոռնկության տեսակների մասին, ասում է հոգին այսպես է աղոթում Աստծուն եւ դնում է մի ստվար աղոթք, որը եթե մենք հանենք այդ նամակից կամ թղթից եւ համեմատենք Նարեկացու աղոթքների հետ, ապշեցուցիչ նմանություն է թողնում։ Ուրեմն սա նշանակում է, որ նորարարությունն այստեղ հոգու եւ Աստծո խոսքի կամ խոսակցության արձանագրումն է։ Նույնը մենք նկատում ենք Անանիա Նարեկացու, որը հիշենք Սուրբ Գրիգոր Նարեկացու ուսուցիչն է անմիջական։ Անանիա Նարեկացու խրատների մեջ, այնտեղ ամբողջ տողերով, ամբողջ էջերով աղոթքներ են, թե ինչպես պետք է հոգին կամ անձը կամ մարդը աղոթի, որպեսզի ապաշխարության արտասուքներ ունենա, մաքրվի ներքնապես, կատարսիսի ենթարկվի հոգևոր իմաստով։ Ուրեմն սա ըստ էության նորարարություն էր, թե ժանրի, թե բովանդակության իմաստով, եւ մի վերջին միտք էլ ասեմ ու ամփոփեմ, Արամի թղթում մենք հանդիպում ենք մատյան ողբերգության անվանման ուղղակի, ճառս ողբերգության մասին ճառեր։ Եվ Արամը դա ակնարկում է ոչ թե որպես իր գործ, ակնարկում է կարծես թե արդեն կան այդպիսի ճառեր, ճառս ողբերգության նշանակում է ապաշխարության մասին ճառեր, որոնք յուրահատուկ ժանր են ներկայացնում արդեն։ Ու սա խոսում է արդեն այն նորարարության մասին, որը լուսահոգի Հրաչյա Թամրազյանը իր Նարեկ դպրոց այդ եռահատոր շատ կարևոր աշխատության մեջ փորձել է բանասիրական եւ պատմական տեսանկյունից հիմնավորել եւ ինձ թվում է հաջողված հիմնավորում է դա, որտեղ Նարեկյան դպրոցն է նորարարությունը, ոչ թե Սուրբ Գրիգոր Նարեկացին անհատապես։ Սա շատ կարևոր է իբրև արձանագրում։ Ձեր կարծիքով ո՞րն է Սուրբ Գրիգոր Նարեկացու մատյան ողբերգության երկի կորիզը, ինչի շուրջ են հավաքվում այս աշխատության աստվածաբանական, փիլիսոփայական, գեղարվեստական, միստիկական շերտերը։ Գիտեք, ես շատ երկար եմ մտածել այդ մասին։ Երկու հիմնական բան կա, նախ Նարեկացին ոչ թե գրասեղանի աստվածաբանություն է, Նարեկացին ծնկած աստվածաբանություն է, բայց ավելին Նարեկացին աստվածաբանություն էլ չէ։ Սուրբ Գրիգոր Նարեկացու գաղափարները, աղոթագիրքը աստվածախոսությունն է, խոսք, խոսակցություն Աստծո հետ, անմիջնորդ, առանց գրքի, առանց հատորների, գրադարանների, անմիջնորդ խոսակցություն է։ Եվ երկրորդ, որպեսզի հասկանաս Նարեկացուն, նախ պետք է հասկանաս Գրիգոր Տաթևացուն, նախ պետք է հասկանաս Ներսե Շնորհալուն, հետո նոր փորձես հասկանալ Սուրբ Գրիգոր Նարեկացուն։ Որտեւ այս Գրիգոր Նարեկացու այս խորքը ոչ այնքան իր բարդությամբ, իր միստիկ տարբեր գաղափարներով ուղղակի խոսակցություն է Աստծո հետ, աստվածախոսություն։ Ես այդպես եմ բնորոշում, չգիտեմ որքանով է հաջողված։ Հայր Սուրբ, շատ շնորհակալ եմ այս անչափ կարևոր զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար։ Ցտեսություն։